Ողջույն, սիրելի հայրենակիցներ, այժմ իմ հյուրը Արեգա Հովսեփյանն է, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու։ Ողջունում եմ ձեզ, Տիկին Հովսեփյան, մեր եթերում, շնորհակալ եմ հարցազրույցից հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ուժեղ Հայաստանը նորաստեղծ կուսակցություն լինելով հենց իր ստեղծման առաջին օրից հայտնվեց իշխանության թիրախում։ Նախ ընտրական ամբողջ այդ գործընթացի, այդ ամբողջ փուլի ընթացքում Ուժեղ Հայաստան դաշինքի անդամները թիրախավորված էին, կալանավորվում էին, ձերբակալվում էին, եւ հիմա հետընտրական այս փուլում նույն գործընթացը, ձերբակալություններ, կալանավորումներ, բռնաճնշումներ շարունակվում են։ Ես կխնդրեմ ներկայացնեք, թե այս պահին նախ ինչ է կատարվում, որովհետև տեղեկություններ ենք ստանում, որ թվով բավական շատ կուսակցության անդամներ, նաև համախոհներ են այս պահին կալանավորված։ Եվ նաև մտահոգիչ էր հետևյալը, որ երեք տարածվեց տեղեկատվություն Նարեկ Կարապետյանի հետ կապված, որտեղ նշվում էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետ է վերադարձրել։ Տիկին Հովսեփյան, ինչ է կատարվում այս հարթության մեջ, բռնաճնշումների հարթության մեջ, ինչ է կատարվում Ուժեղ Հայաստան կուսակցության դեմ։ Խնդրեմ ներկայացնեք մեր ունկնդիրներին։ Լսում ենք ձեզ, խնդրեմ։ Տեսեք, ամբողջ նախընտրական պայքարի ժամանակ Ուժեղ Հայաստան կուսակցության դեմ զանգվածային բռնաճնշումներ էին, զանգվածային վերջին օրերին հատկապես ընտրություններից ընդամենը 1 օր, 2 օր առաջ հենց ընտրությունների օրը մեծ հարձակումներ էին տեղի ունենում Ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակների վրա եւ մեր հատկապես գրասենյակների պատասխանատուները, մարզային պատասխանատուները, ովքեր որ հստակ կազմակերպչական աշխատանքներ պետք է ունենային ընտրությունների օրը, նրանք բոլորը բերման էին ենթարկվում։ Սա հստակից է իհարկե, որպեսզի ընտրությունների օրը մենք չկարողանայինք կազմակերպչական մեր աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպել։ Մեր հիմնական առանցքային անդամներն էին կալանավորվում, սկսած Արտուր Ավանեսյանից, Ալիկ Ալեքսանյանից եւ մի շարք այլ անդամներից, ովքեր որ մեծ դեր ունեին մեր կուսակցությունում, այնպես որ ամբողջ այդ ընթացքում ընտրանականատեսն էինք լինում, երբեմն անգամ մեզ մեղադրում են, որ գուցե մենք պատշաճ ձևով չենք գնում իրավական գործընթացներին մասնակցելու, դատարանի բակում եւ այլն, բայց մենք հասկացել էինք, որ արդեն այնքան շատ են ու այնքան հաճախ է տեղի ունենում, որ եթե մենք բոլորի դատական այդ process-ների մասնակցեինք ու գնայինք դատարանների բակերը, մենք պարզապես նախընտրական քարոզչություն ունենալու հնարավորություն չէինք ունենա եւ հենց դա էլ գուցե այս իշխանությունների նպատակներից մեկն էր, որպեսզի մենք մեր օրակարգից շեղվեինք, գնայինք նրա օրակարգի մեջ մտնելու եւ անընդհատ այս դատական process-ների մեջ լինեինք։ Մենք լիարժեք իրավական աջակցություն ցուցաբերում ենք մեր թիմակիցներին, բայց այդ ժամանակ, նախընտրականի ժամանակ մենք չէինք մտնում նրա օրակարգի մեջ եւ մենք շարունակում էինք օրինակ իրազեկում անել ինչ-որ մի մարզում, ինչ-որ պլանավորած էր մեզ մոտ նախապես եւ դա էինք անում եւ ոչ թե օրինակ գնում էինք դատարանի դիմաց կանգնում, որտեղ 1-2 հասկանում ենք, որ մենք հետ ենք մնում մեր օրակարգից եւ հետեւաբար այս գիծն էինք տանում որպես կուսակցություն։ Այսօր վերջին տվյալները չեմ կարող ասել, բայց մոտ 700 հոգի մեր կուսակցությունից ենթարկվում է բռնաճնշումների, հետապնդումների, տարբեր ձևի, տնային կալանք, բանտային կալանք, վարչական վերահսկողություն, պարզապես հարցաքննություններ եւ այլն։ Սա աննախադեպ մի երևույթ է, որովհետեւ իհարկե մենք ակնհայտորեն ընդդիմության ֆավորիտն էինք այս նախընտրականի ժամանակ, բայց նմանատիպ բռնաճնշումներ չեմ հիշում, որ երբևէ տեղի էին ունենում Հայաստանում եւ այս ամենը նույն եվրոպական, նույն միջազգային կառույցների աչքի առաջ էր տեղի ունենում, երբ որ օրինակ 60,000 մարդու ձայն պարզապես վերցնում ջնջում էին եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Նարեկ Կարապետյանի գործին, այո, երեք
հայտ մամուլում տեղեկատվությունը տարածվեց, բայց գիտեք, մենք ինչպես որ շատ վաղուց արդեն որևէ ձայնագրություններ բան չենք էլ լսում, որովհետև այնքան են սպառել այդ ձայնագրությունները իրենց, որովհետև սկզբում սենց կասկածով բան լսում ենք, տեսնենք իմանանք ինչ են խոսում, հա, այդ մարդիկ, հասկանում ենք, որ շատ տարական, շատ կենցաղային կամ կազմակերպչական հարցեր են քննարկվում, որոնք որ կարծես ինչ որ սարսափազդու ձայների երաժշտության տակ ներկայացվում են որպես կաշառքի թեմաներ ու ընդ որում մի հատ կարևոր հանգամանք, երբ որ նրանք խոսում են հա այսքան մարդկանց տարել են, ահա այսքան մարդկանց նկատմամբ գործ է հարուցում, երբեք հետագայում չեն հայտարարում, որ այդ մարդկանց կեսից ավելին, եթե ոչ շատ ավելի շատ մարդիկ արդարացվում են, գործի հիմքերի արդարացվում են կամ գործը կարճվում է կամ պարզապես որևէ ընթացք չի տրվում, որովհետև դատարաններում տեսնում են, որ առհասարակ որևէ հիմք չկա այդ մարդկանց նկատմամբ որևէ միջոց կիրառելու։ Դրա մասին չեն խոսում, միայն խոսում են այսպես համատարան, ինչ որ այսպես տասնյակներ, հարյուրավորներ տանում են ու չեն խոսում այն մասին, հետագա ընթացքի մասին, որ բավական շատ մարդիկ են ընդամենը մի քանի օր հետո ազատ են արձակվում հիմքերի բացակայության պատճառով։ Նարեկ Կարապետյանի մասով պատկերացրեք, ինչպես ասեցի, չենք էլ լսում արդեն այդ ձայնագրությունները, որ հրապարակում են, մենք նույն ինչ որ չենք էլ հետաքրքրվում, թե ինչ մեղադրանքով կարող են պարոն Կարապետյանին ինչ որ բռնաճնշումների ենթարկել, որովհետև մենք վստահ ենք մեր գործելավոճում, մենք վստահ ենք, որ մեր գործը արդար է եւ նրանց որևէ առիթ ու պատճառ պետք չի, որպեսզի գործ հարուցեն, Հայաստանը արդեն վաղուց դադարել է օրենքի երկիր լինելուց, դա մեկ մարդու կամքից է կախված, թե ով է ազատության մեջ, ով է անազատության մեջ, այսօր այո դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով որպեսզի պարոն Կարապետյանին զրկեն անձեռնմխելիությունից եւ գործ հարուցեն, սակայն կարծես թե կենտրոն հայտարարեց, որ այլևս դա իր լիազորությունների մեջ չի, որովհետեւ նախընտրական շրջանը ավարտվել է, հնարավոր է ազգային ժողով տանեն հարցը քննարկելու, տեսնենք գործերի ընթացքը ինչպիսին կլինի, բայց մենք որևէ ձևով չենք զարմանում այս իշխանությունների գործելավոճից, բայց մենք էլ ունենք մեր առաջին հերթին սկզբունքը, մենք միայն ուժեղանում ենք, մենք միայն կրիստալիզացվում եւ բյուրեղացվում ենք եւ որևէ մեկը չի վախենում այս իշխանություններից, որևէ մեկը հետ քայլ չի անում, մեր առաջնային օրակարգը Նիկոլին իշխանությունից հեռացնելն է։ Տիկին Հովսեփյան, իհարկե շատ մտահոգիչ է այս ամբողջը, որովհետև մենք հերթական այսպես Սարքովի գործերի ականատեսն ենք հիմա մոտ շրջանում լինելու եւ խորհրդարանում հենց այդ բումը անպայման բարձրացնելու են իշխանությունները, հա, իրար հետևից անձեռնմխելիությունից զրկելու падգամավորական այս գործընթացի ականատեսը հաստատ մենք լինելու ենք լրագրողներս, պետք է պատրաստ լինել, որքան էլ վստահ ու համոզված եք, որ տակը փուչիկ է, ոչինչ չկա, բայց պատրաստ լինել պարտավոր ենք բոլորս։ Հիմա ուզում եմ հետևյալը, իդեպ մի հետաքրքիր գրառում եք գրել, ուզում եմ կարճ մեջ բերել, ուժեղները Արթուր Ավանեսյան, Ալիկ Ալեքսանյան, Հայկ Սուքիասյան եւ էլի շատերը տղեր կարոտում ենք ձեզ եւ այո կլինի Հայաստան, որտեղ քաղբանտարկյաններ չեն լինելու։ Դուք թվել եք նաեւ ուժեղները եւ անուններ եք թվել, փաստորեն ինչ է ստացվում նախընտրական շրջանում եւ հիմնականում նախընտրական շրջանում փորձեցին, այսպես ասեմ, գլխատել, հա, կարևոր այն ակտիվ անձանց հեռացնել, մեկուսացնել։ Ուզում եմ հասկանալ, Տիկին Հովսեփյան, այնուհանդերձ դա ունեցել է իր ազդեցությունը, այ դուք ասում եք ստիպված չէինք կարողանում գնալ, հա, այդ դատական process-ների ընթացքում բակերում ներկա լինել, որովհետև այո դուք ճիշտ եք, իշխանությունը այդ հաշվարկներ արել, կազմալուծել, հա, թույլաtsնել ձեզ, կտրել քարոզարշավի ընթացքից, բայց ամեն դեպքում կարևոր անձիկ նաև այդ պահին կալանավորված էին։ Իդեպ վերջերս Նարեկ Կարապետյանը մի հարցազրույց էր տվել, որտեղ ասում էր, որ եթե չեմ սխալվում, միտքը բառացի չմեջբերեմ, բայց միտքը հետևյալն էր, որ տեղեր կային, որտեղ վստահված անձիկ անգամ չեք ունեցել, որովհետև մարդկանց տարել են, եւ դա մի քանի տասնյակ տեղերում է եղել։ Հիմա դա որքանով իսկապես անդրադարձավ, որ դուք վերլուծում եք ընտրական գործընթացների ուժեղ Հայաստանի հաջողությունների վրա որքանով է անդրադարձել։ Խնդրեմ, սա փորձենք հասկանալ սա, խնդրեմ։
Նայեք, հնարավորություն չկա, այսինքն ձև չկար, որ կազմակերպչական աշխատանքների վրա անդրադարձ չունենար։ Միանշանակ դա անդրադարձել էր, որովհետև եթե ընտրությունից 1 օր առաջ գալիս են մեր գրասենյակի պատասխանատուին, տանում են 3 օր պահում են, ընտրությունները ավարտվում է, հետո բաց են թողնում, միանշանակ դա իր անդրադարձը ունենում է, որովհետև մենք ունենք հստակ կազմակերպչական թիրախներ, թե ինչպես, ով է պատասխանատուն վստահված անձը, ով որ տրեյնինգ էր անցել, ով որ գիտի թե այնտեղ վստահված անձի պարտականությունները, լիազորությունները, ինչ իրավունք ունի, ինչ իրավունք չունի անելու, մենք այդ ամենը կազմակերպում ենք ու վերջին օրով մենք տեսնում ենք ականատես ենք, որ այդ մարդիկ պարզապես հնարավորություն չեն ունենում գնալ ընտրություններին իրենց գործառույթները իրականացնել։ Միանշանակ դա իր ազդեցությունը թողել է ընտրությունների ընթացքի վրա, որոշակիորեն նաև արդյունքի վրա, ու գիտեք, որ նա հետաքրքիր, որ այսքան բռնաճնշումներից հետո, այսքան խոչընդոտներից հետո էլ անգամ մենք որպես նոր ձևավորվող կուսակցություն շարունակում ենք ոչ միայն ոտքի մնալ, այլ նաև տանել մեր պայքարը։ Ես իհարկե հետ հայացք ձգելով մտածում ենք ինչն ենք ճիշտ արել, ինչն ենք սխալ արել եւ այլն, բայց այդ հանգամանք ես անդադար անգամ մեր թիմում եմ հիշեցնում, որ ժողովուրդ ջան, մենք նոր ձևավորվող թիմ ենք, ում նկատմամբ աննախադեպ ճնշումներ ա տեղի ունենում եւ անգամ հիմա էլ մենք շարունակում ենք մեր պայքարը շատ բազմաթիվ տասնյակ կուսակցություններ չէին դիմանա դրան։ Եվ այստեղ հիմքը մեր առաջին հերթին մեր գաղափարն է, ինչի շուրջ մենք հավաքվել ենք, եւ երկրորդը իհարկե մեր ղեկավարությունը, իդեմս պարոն Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի, որովհետեւ իրանք են կոնսոլիդացիոն սուբյեկտը, ում շուրջ մենք նաև հավաքվում ենք եւ ունենալով մեկ գաղափար, այն է, որ Հայաստանը պետք է ազատագրենք այս թուրք-ադրբեջանական իշխանություններից։ Մի փաստ արձանագրենք եւս եւ անցնենք առաջ, այդ թիրախավորումները կարող ենք վստահաբար ասել, որ իսկապես չեն թույլատրել, չեն հուսահատեցել շարքերին։ Այո, դուք քաղաքական դաշտ շատերը ձեզանից նորեկներ են եւ շատ հնարավոր էր, դա էլ էր մարդկային, գուցե դա հենց այդ գործոնի վրա էր նաեւ աշխատել է իշխանությունը, թիրախավորել, մարդկանց հուսահատեցնել, վախեցնել, մարդիկ էլ մանավանդ կանայք, չէ՞, այդ ընթացքում նաեւ կանայք այսպես ձերբակալվեցին, այսինքն նաեւ այդ ուժի կիրառումը հատուկ էր արվում, թիրախավորված, որպեսզի շարքերը խարխլվեն։ Դուք դարձյալ պիտի ձեր գրառումներից մեկին հենց հղում տամ, շատ լավն էր ձևակերպումը, մենք թիմ ենք, որի զգալի մասը երբևէ կուսակցություն չի եղել, մենք այս հանգամանքներում անգամ զատնի դնող չկա։ Ինձ շատ ուրախացրեց այդ ձևակերպումը, հիմա կուզեմ նաև դուք ինքներդ ասեք, հուսահատվածներ կաք, թե ոչ, թե պայքարը իսկապես հիմա ավելի այս նոր փուլում ավելի հզոր թափով է շարունակվում, որովհետև շատ գործ կա անելու։ Տեսեք, ընտրությունների արդյունքները իհարկե հատկապես առաջին շրջանում եւ այլն բոլորիս մոտ, բոլոր ցանկացած նորմալ հայի մոտ չեն կարող տխրություն չառաջացնել, որովհետեւ բոլորս ուրիշ բան էինք սպասում, չնայած իհարկե մտքի մեջ ունենալով, որ սա Նիկոլ կեղծարարն է եւ կարող է բոլոր քայլերին գնալ, բայց ամեն դեպքում դա չէր նշանակում, որ պետք չէր պայքարել, պետք չէր այս պայքարի մեջ մտնել։ Եվ իհարկե այդ տխրությունը կար, ինձ մոտ կար, շատերի մոտ կար, բայց սա չի նշանակում ամենևին էլ, որ պայքարը պետք է դադարեցնել, նվազեցնել, ընդհակառակը հերթական մոտիվացիան է, որպեսզի մենք մեր պայքարը ավելի շարունակենք։ Ով է ասել, որ հայրենիքի համար պայքարը պետք է սահմանափակվի ժամանակահատվածով կամ ինչ-որ ձևաչափով։ Պայքարում ենք, քանի դեռ չենք հաղթել, եւ սա մեր կուսակցության մեջ այսպես հիմքում դրված սկզբունք է։ Ուզում եմ անդրադառնանք այս բռնաճնշումների ֆոնին հետևյալին, քիչ առաջ եւս ասուլիս էր տալիս Նիկոլ Փաշինյանը եւ նորից շեշտադրումը
արվեց այդ մասին, ընտրություններից հետո նա անընդհատ խոսում է այն մասին, որ այնինչ ինքը անում է, այնինչ արվում է իշխանության կողմից, կալանավորումներ, հա, այսպես ձերբակալություններ, բերման ենթարկելու այս ամբողջ գործընթացը ինքը մեկնաբանում է այսպես. ժողովուրդը տվել է ինձ այդ մանդատը։ Իդեպ, եթե կհիշեք, Տիկին Հովսեփյան նախկին փուլում այդպես չէր ասում։ Հակառակը ասվում էր օրինակ, որ նաև ընդդիմության կողմից էր ասվում, բերվում էր փաստարկ, որ այնինչ խոստացավ, ծրագիրը այլ էր, գնաց այլ ուղղությամբ։ Հիմա ինքը իր ծրագրով ի սկզբանե այս ընտրությունների նախընտրական փուլում հատուկ եկավ հենց այն ծրագրով եւ բաց տեքստով խոսում էր այն ամենի մասին, ինչը այսօր նա իրականացնում է։ Շատերը զարմանում են, ասում են, այս ոնց է որ չի թաքցնում, ասենք ադրբեջանական, հա, այսպես թեզերը անգամ։ Հիմա առավել ակնհայտ է թե ինչու չէր թաքցնում, որպեսզի հիմա հղում տա իր խոսքին, ասի, տեսեք, ես դա ասել եմ, եւ միաժամանակ հղում է տալիս հետեւյալին, որ ժողովուրդն է տվել ինձ այդ մանդատը։ Այսինքն հիմա ինքը իր բոլոր բռնաճնշումները արդարացնում է ժողովրդի անվամբ։ Այս կուզենամ դուք սրան անդրադառնաք եւ մեր ժողովրդին բացատրենք, որ իրականում սա խայտառակ մի հանգամանք է, ժողովրդի անունը փաստորեն բռնապետը օգտագործում է իր հակահայկական քաղաքականությունը իրականացնելու համար։ Մենք այս փաստի հետ գործ ունենք։ Այս առնչությամբ ինչ կասեք դուք։ Համաշխարհային պատմության մեջ է միշտ այդպես էլ եղել, որ բոլոր բռնապետները հղում են անում ժողովրդին, ժողովրդի կամքին, ժողովուրդն է ինձ ուզում, դա ես չէի ուզում, ժողովուրդն էր ուզում, ժողովրդի վրա են հենվում իրենց այս կամ այն որոշումը կայացնելիս, եւ Նիկոլ Փաշինյանը հենց դրա վառ օրինակներից է, որովհետեւ նախ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության մանդատը, դա խոսում են անգամ իր իսկ կազմակերպած նկարած թվերով ընտրության արդյունքները, նա չունի 50+1 տոկոս ձայները, էլ չեմ ասում ամբողջ Հայաստանի մասշտաբով, էլ չեմ ասում ընտրությունների մասնակցածների թվի հաշվարկով, նա դրա իրավունքը ուղղակի չունի, եւ երկրորդ, այսօրվա դրությամբ ընդդիմությունը շատ ավելի լեգիտիմ է, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետև ընդդիմությունը այս բոլոր հանգամանքները վերոնիշյալ, որի մասին մենք խոսում ենք, բռնաճնշումներ եւ այլն, կարողացել է ունենալ ազգային ժողովում երբևէ այդքան շատ ներկայացվածություն, որ չուներ ընդդիմությունը, այսօրվա ընդդիմությունը ունի, իսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ամեն ընտրությունից ընտրություն գնալով նվազում է եւ դա նրա վախերի մասին է խոսում եւ անգամ նույն ընտրությունների գիշերը, երբ որ դեռ հաշվարկները շարունակվում էին, դեռ չէին ավարտվել, նա հայտարարեց իր հաղթանակի մասին, դա իր վախի ցուցադրություններ եւ անմիջական ուղղորդում ԿԸՀ-ին, որ այլ տարբերակ դու չունես թվեր ցույց տալու, բացի այն, որ ես հաղթել եմ։ Սա այդ մասին է, բռնապետներին բնորոշ վարքագիծ է եւ Նիկոլ Փաշինյանը անգամ թվերով չունի ժողովրդի մեծամասնության քվեն եւ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու առհասարակ իմ սեփական կարծիքով ժողովրդի անունից համապարփակ այսպես այդ կատեգորիան ժողովուրդը այսպես է ուզում, ժողովուրդը այնպես է ուզում, դա պոպուլիստական այսպես խոսույթ է, հստակ քաղաքականության մեջ չկա նման կատեգորիա, ասես ժողովուրդ, կան հստակ ընտրություններ, կան հստակ հաշվարկներ, կան տարբեր գերատեսչություններ, որոնք որ պատասխանատու են տարբեր ոլորտների համար։ Մենք կարող ենք հողում անել օրինակ նախարարության ինչ որ հայտարարության, ինչ որ տարբեր վիճակագրությունների, բայց ոչ ժողովրդի, ընդհանուր ժողովրդի անունից խոսելուն, սա, ինչպես նշեցի, պոպուլիստական է եւ ավելին Նիկոլ Փաշինյանը նորից եւ կրկին իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու, որովհետեւ նա չունի ժողովրդի մեծամասնության քվեն։ Որոշում կայացրեցիք վերցնել մանդատները, մտնել խորհրդարան, խորհրդարանում պայքարը շարունակել խորհրդարանական գործիքակազմերով, այսպես ասեմ, եւ շատ կարեւոր հայտարարություն էր Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, որ դա պիտի զուգահեռվի նաեւ փողոցի հետ պայքարով։
Մենք տեսնում ենք, թե ՔՊ-ի մերձ շրջանակները տարբեր հարթակներում, այդ թվում նաև հանրային հեռուստատեսությամբ, ինչպես են այսպես քննադատում մանդատները վերցնելու ձեր քայլը, եւ երեք էլ ես լսում էի նախորդին հարց է հնչեցվում հենց հանրայինի նաև եթերում, լավ, եթե դուք լեգիտիմ չեք ճանաչել այս ընտրությունների արդյունքները, բա ինչ եք մտնում խորհրդարան, օրինակ այսպեսի հարց էր հնչեցվում եւ փորձ է արվում այսպես վարկաբեկել, հա, ժողովրդի աչքում վարկաբեկել առաջատար ընդդիմադիր ուժին, թե տեսեք լեգիտիմ չեն ճանաչում, բայց գնում են այնտեղ աշխատելու։ Կարծագանք եք սրան։ Փոխադարձ հարց։ Նիկոլ Փաշինյանը անձամբ հայտարարել էր, որ ընդդիմության ձայն տվողներից բոլորը, հետագայում մի քիչ փոխեց 100% էր ասում, հետո փոխեց մի քիչ ոնց որ իր խորհրդատուները ասեցին 100%-ը մի քիչ լավ չի, բեր մի քիչ իջացրու եւ հայտարարեց, որ 70%-ը ձայնը տվել է ընտրակաշառքով։ Եթե այդպես է, ապա ինչու նա չի սա լրջագույն ընտրական խախտում է, եթե այդպես է, ապա ինչու քաղաքացիական պայմանագիրը չի դիմում կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Ինչու հակադարձ հարց եմ տալիս։ Եթե ասում են, որ այդպես է, եւ եթե այդպիսի ընդդիմությունը կարողանում է մտնել ազգային ժողով, ապա չի նշանակում, որ նրանք են իշխանությունները լեգիտիմացնում են ընդդիմությանը։ Հակառակ տեսակետից, հա, մոտենանք, եթե այդպես իրանք մեզ մեղադրում են ոչ լեգիտիմ լինելու մեջ եւ ինչու ենք մենք մանդատները վերցնում, գիտեք, սա կեղծ օրակարգ է մանդատ վերցնել, չվերցնելը։ Ես կարծում եմ, ու հա մենք մեր դիրքորոշման մեջ կարևորագույն հանգամանքն այն է, թե որտեղ ենք մենք կարողանալու ավելի ուժեղ օրակարգ թելադրել։ Անկախ նրանից դու մանդատ վերցնում ես, թե չէ։ Եթե մանդատ չենք վերցնում, ինչպես են կարողանում աշխատել Նիկոլի դեմ պայքարում, ինչպես են իսկ դրա գործիքակազմ օրակարգ թելադրելն է, եւ եթե վերցնում ենք մանդատը, ինչ են կարողանում անել, որ օրակարգը թելադրենք։ Այսինքն նպատակի մասին պետք է խոսենք մենք։ Տեսեք, ինչ է ստացվում փաստացի։ Նիկոլ Փաշինյանը գողանում է մարդկանց քվեները, 60,000 մարդու քվե գողանում է, իսկ այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում մենք քննարկում ենք ընդդիմությանը, քննադատում ենք ընդդիմությանը, ինչու է նա վերցնում մանդատը կամ չի վերցնում։ Սա է հենց Նիկոլի գործելավոճը, ինքը կատարում է մեծագույն հանցանքներ, բայց ժողովուրդը ոչ թե իրան է քննադատում դրա համար, անգամ ընդդիմությունը, այլ ընդդիմադիր տրամադրված, հա, մարդիկ, այլ քննարկում ու քննադատում է ընդդիմությանը, ու Նիկոլ Փաշինյանը մնում է ստվերում իր այդ ընտրախախտումներով, իր այդ բռնաճնշումներով։ Այս 8 տարիների ընթացքում մենք սրան ենք ականատես եղել։ Օրինակ, վերջերս նաև ընկերներից մոտ այդ գրառումը տեսա։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ օրինակ շատ դիպուկ օրինակ է, որ տրանսպորտի գինը պետք է բարձրանա, հետ է քաշվում ու վեճը լինում է փաստացի, ով որ հանրային տրանսպորտից օգտվում է, օրինակ ես, վեճը լինում է ուղևորի եւ վարորդի միջեւ։ Մենք ինքներս մենք ենք սկսում պարակտվել, վարորդը եւ ուղևորը, ով է գումարը վճարում, թե չէ։ Ընդդիմության մեջ մանդատ վերցնողը եւ չվերցնողը, էլի Նիկոլը դառնում է կողքից։ Եվ հենց այս մեխանիզմներն են նրանք օգտագործել այս 8 տարիների ընթացքում, որ կարողացել են մնալ, որ մենք անընդհատ, ասենք, ատոմային չափի մենք պարակտվել ենք, ատոմային չափի արդեն պարակտվելու տեղ էլ չունենք, այնքան ենք պարակտվել։ Հետևաբար այս կեղծ թեզը մանդատ վերցնել, չվերցնել մեզ համար առհասարակ գոյություն չունի, մենք ունենք հստակ օրակարգ Նիկոլին իշխանությունից հեռացնելու եւ այստեղ ազգային ժողովը մեզ համար տալիս այն գործիքակազմը, որը մենք ամբողջովին օգտագործելու ենք։ Եվ ամենևին է դա չի նշանակում, որ այլ գործընթացները իրար հակասող են։ Բոլոր օրենքով նախատեսված մեզ տրվող գործիքակազմերը մենք օգտագործելու ենք մեկը մյուսին փոխլրացնելով։ Շատ
Համաձայն եմ, պետք է ասեմ ձեր դիտարկման հետ հետևյալ տեսանկյունից, որտեղ շատերիս է այսպես անհանգստացնում, որ կան անձիկ, կան ուժեր, որոնք ուղղակիորեն այս պահին զբաղված են այդ հարցը անընդհատ օրակարգում քննարկելով, պտտելով եւ թիրախավորելով առաջատար քաղաքական ուժին։ Ինչի վերցեցիք մանդատները։ Լավ, հասկացանք։ Մանդատ հիմա պետք է հասկանալ մանդատները վերցնելով, այո, ինչ օրակարգ պետք է իրականացնի ուժեղ Հայաստանը փոխարենը օգնելու, աջակցելու, եթե խորհրդարանում չես, դրսում ես, ապա արտախորհրդարանական ուժ ես, ուրեմն պիտի մտածել այդ աջակցության բանաձևը, հա, այդ օրակարգը ձևավորելու մասին։ Փոխարենը մտածենք ինչ են հայտարարում ադրբեջանցիները, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը այսօր հերթական անգամ հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ է իր մեջ ներառում, եւ դա պետք է փոխվի, այսինքն հերթական անգամ ընտրություններից հետո հստակ ասում են, քանի դեռ սա չեք փոխել, բառացի ասում եմ իր խոսքերը, դա քանի դեռ չի փոխվել, չի կարող լինել խաղաղության պայմանագիր, թեպետ նաև հիշեցնում եմ, որ պայմանագիրի հարցը արդեն իրենք ամփոփել են, տեքստը ավարտված է, բայց չենք ստորագրի, քանի դեռ դա չլինի։ Հիմա շատ կարևոր հարց է, Տիկին Հովսեփյան, որքանով կկարողանա, օրինակ ինձ համար թիվ 1 խնդիրը դա է գնացել եք խորհրդարան, վերցրել եք մանդատների, շատ կարևոր է, որպեսզի խորհրդարանում կարողանաք իրականացնել թիվ 1 այդ խնդիրը, կասեցնել, ինչպես Նարեկ Կարապետյանն էր ասել, Ալիևի պահանջը։ Ձեզ կհաջողվի դա անել, թե ոչ, դա թիվ 1 խնդիրն է։ Ինչպես Էդգար Ղազարյանը ասեց ինձ հետ հարցազրույցում, ասում է շատ սպասելիքներ պետք չէ ունենալ խորհրդարանում մեր գտնվելուց, բայց դա է թիվ 1 խնդիրը։ Ամենամեծ սպասելիքը կարծում եմ հենց դա է, որ դուք կարողանաք դա կասեցնել։ Այս մասին կխնդրեմ ձեր կարծիքը, կա այդ հնարավորությունը, մանդատների քանակը տալիս է այդ հնարավորությունը, թե ոչ։ Խնդրեմ։ Հենց այստեղ կարևորագույն թեզի ենք անդրադառնում, ինչ է տալիս նաև մանդատ վերցնելը եւ խորհրդարան գնալը, որևէ մեկի համար կարծում եմ այսպես հարցականի տակ չի այն հանգամանքը, որ Նիկոլ Կեղծարարի համար կարևորագույն հարցերից է ու նախապայմաններից է դրված սահմանադրության փոփոխությունը եւ այսօրվա դրությամբ անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցության չանցնելու դեպքում է ընդդիմությունը կարողանում է բլոկել սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնելու process-ը։ Սա շատ կարևոր է մեզ համար, որովհետև խարխլվում են մեր պետության հիմքերը եւ մենք վերցնելով այդ մանդատները կարողանում ենք բլոկել այդ process-ը, որ մեր պետության հիմքերը չխարխլվեն։ Այո, կարող ենք ասել շատ այլ գործընթացների վրա չենք կարողանալու ազդեցություն ունենալ այս ձայների քանակով, բայց անգամ մենակ այս հարցի համար, որ մենք կարող ենք այս process-ները բլոկել, միայն անգամ սրա համար արժե վերցնել մանդատները, որպեսզի մեր Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չփոխվի Իլհամ Ալիևի պահանջով։ Գիտեք, սա նորություն չէ իրականում հենց ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարություն ամբողջ այս ընթացքում նրանք հայտարարում են այս սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, բայց ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը դնելու է իր ամբողջ գործիքակազմը, որպեսզի դա իրականացնի, իսկ մենք հենց այնտեղ ենք լինելու, որպես ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք, այնտեղ ենք լինելու, որպեսզի բլոկենք այս հակահայկական գործընթացները։ Այո, ճիշտ եք այն առումով եւս, որ ԲՀԿ-ի մուտքը կասեցրեցին խորհրդարան, հենց այս ծրագիրը իրականացնելու համար եւ այս ինֆորմացիան, այս տեղեկատվությունը մենք անընդհատ պետք է հասցնենք մեր ժողովրդին, թե ինչու խլեցին ԲՀԿ-ի ձայները եւ ես հիմա կուզեմ դուք նաեւ գնահատեք, իհարկե կուսակցությունը տարածել էր իր հայտարարությունը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի դեմ իրականացված այս խայտառակ շոուին, հա, 70 տարեկան անձի առանձնատուն են ներխուժում, որը ոչ էլ պատրաստվում էր թաքնվել, այդպես դիմակավորված, զենքերով զինված աշխատակիցները մտան, գետնին տապալեցին, կարծես դա ինչ-որ երևի հաճույք է որոշ անձանց կամ հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին պատճառում, չգիտեմ, ուրիշ ձևակերպում դժվար է գտնել, բայց ես այստեղ կուզեմ որ դուք հետևյալ տեսանկյունից, հա, խնդրի մոտենալ, մենք պետք է աշխարհաքաղաքական
հարթության մեջ այս ամբողջ ճնշումները, այդ թվում նաև Ծառուկյանի դեմ իրականացվածը տեղավորենք։ Ես ուզում եմ հիմա Դանիել Իոնիսյանի հետևյալ գրառումը կարդալ, տիկին Հովսեփյան. իշխանությունների ուղերձը հստակ է, ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ, լուրջ պրոբլեմներ է ունենալու։ Մենք կարող ենք հիմա վստահաբար ասել, որ ընդդիմադիր առաջնորդների թիրախավորումը ունի հստակ աշխարհաքաղաքական այսպես ուղղվածություն։ Կրկին հարց, արդյոք պարոն Յովհաննիսյանը կարող է այդ նույն հենց տառացի նույն հրապարակումը անել, Ռուսաստան բառը փոխել այլ երկրի կամակատար լինելու համար, հա? Եթե ինքը գրեր այլ երկրի, ցանկացած երկրի, իհարկե դրա հետ վիճող ոչ մեկ չէր կարող լինելու, որովհետև իրոք Հայաստանի ներքին գործերի միջամտությունը, առհասարակ ցանկացած երկրի ներքին գործերի միջամտությունը անընդունելի է թե օրենքով, թե միջազգային նորմերով եւ այլն։ Բայց կոնկրետ, եթե դու նշում ես կոնկրետ մի երկրի միջամտությունը անընդունելի է, ինձ մոտ շատ հստակ հարց է առաջանում, բա դու որ երկրի շահերն ես պաշտպանում։ Այնպես որ մինչ դա էլ մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն էր հայտարարություն տարածում, որ ինքը աջակցելու է Հայաստանի իշխանություններին, որը որ կողմ է ընտրությունների մասնակիցներից մի կողմ է, հա, որ հիբրիդային այսպես պատերազմի դեմ պատերազմ վարելու, ապա սա ինչ է եթե ոչ միջամտություն։ Սա ինչ է եթե ոչ ուղղակի միջամտություն։ Ես շատ ավելի կողմ կլինեի, որ այդ ֆինանսական միջոցները Եվրամիությունը օրինակ հատկացներ տարբեր քաղաքասարակության ներկայացուցիչների կամ էլ եթե աջակցում է իշխանությանը, նույն ձևով աջակցի ընդդիմությանը, որպեսզի ընդդիմությունը եւս իր լծակներով ներգրավի, որպեսզի դրսից որևէ միջամտություն ընտրություններին չլինի։ Ինչ է նշանակում, եթե ասենք երկու կողմ մասնակցում են մի գործընթացի, դու հայտարարում ես, որ դու պաշտպանում ես մի կողմին, որպեսզի լինի օբյեկտիվություն, սա տրամաբանական չի առնվազն, հետևաբար ես համարում եմ, որ ցանկացած երկրի ներքաղաքական գործընթացներ, օրինակ էսպայն ամենակարևոր, հա, ընտրությունները, իհարկե այդ երկրի ներքին գործն է, բայց որևէ երկիր իզոլացված չի համաշխարհային գործընթացներից, տարածաշրջանային գործընթացներից, հետևաբար այդ ամենը իրար հետ փոխկապակցված, փոխլրացնող գործընթացներ են եւ հենց այստեղ է պետք Հայաստանում ու ցանկացած մի երկրում, որ դու կարողանաս քո երկրի շահերը առաջ տանող իշխանություն ունենալ, որը կարողանա հնարավորինս անել, որ Հայաստանի շահերը պաշտպանվեն, ոչ թե տարբեր երկրներից փչող քամիներին տրվել եւ մի անգամ մի այլ բան ասել, մի անգամ մի այլ բան անել։ Ես իհարկե տարբեր այսպես թեորիաներ գոյություն ունեն, որ կարող ենք նստել երկար քննարկել, բայց ցանկացած երկրի միջամտություն, կողմի միջամտություն անընդունելի է, եթե այդ երկրում ու շարունակական են լինելու, եթե այդ երկրում չկան այնպիսի իշխանություններ, որոնց թիվ 1 նպատակը հայկական շահի սպասարկումն է։ Այսօրվա իշխանությունները չեն սպասարկում հայկական շահերը։ Թեպետ հայկական շահի սպասարկման անունից խոսելով, իրականում մենք գործերից տեսնում ենք, որ այո, իրենք այլ օտար պետությունների շահեր են սպասարկում եւ մասնավորաբար պետք է ասենք հարևան ոչ բարեկամ եւ թշնամական պետությունների մասին է խոսքս։ Ես կուզեմ անդրադառնանք նաեւ մեր հարցազրույցում երեք տեղի ունեցած այդ բացահայտմանը, թեպետ դա բացահայտում չէր, ավելի այսպես հստակ պատկերը ի հայտ եկավ։ Խոսքս վերաբերում է եկեղեցու հետ կապված եւ երկու ռուս պրանկերների Վովայի եւ Լեքսուսի միջնորդությամբ բացահայտվեց հետաքրքիր մի պատկեր։ Իդեպ նախընտրական ամբողջ ընթացքում տիկին Հովսեփյան վստահ եմ նկատեցիք Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չէր խոսում եկեղեցու դեմ, այն որ մի պահ ամեն առավոտ լույսս բացվում էր կաթողիկոսի դեմ հերթական իր գրառումներով, իր սարսափելի հայհոյախոսությամբ, այս դեպքում ինքը լռեց, բայց փաստայինն է, որ նա ներկայացրեց մի նախընտրական ծրագիր, որտեղ հստակ է ծրագրում կա, որ բացահայտ միջամտություն է, այսպես կոչված բարենորոգման, եկեղեցու բարենորոգման անվան տակ։ Եվ հիմա բացահայտվում է մի զրույց ԵԱԿ գլխավոր քարտուղար ազգությամբ թուրք ղեկավարի հետ, որ նա
Փաշինյանին պատրաստ է աջակցել եկեղեցու դեմ պայքարում կաթողիկոսի հեռացման հարցում եւ շատ հետաքրքիր մի հանգամանք կար ուժեղ Հայաստան կուսակցության մասնավորապես Կարապետյանների անունն էր այստեղ գնում, որ նրանք կարող է խանգարեն եւ այս հարցում փաստորեն ստանում է Նիկոլ Փաշինյանը թուրք ԵԱԿ նախագահի հավաստիացումը, որ այո, ինքը ամեն ինչ անելու է, որ այդ հարցերը լուծվեն։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, ինչ հետևության հանգեցիք այս փաստը հերթական անգամ, երբ ջրի երես ելավ, խնդրեմ։ Տեսեք, այս ձայնագրությունը պարզապես այն փաստահեն իրողությունն է, որի մասին մենք խոսում էինք նոր, որ Հայաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկող իշխանություն է եւ փաստացի նաև այնտեղ իհարկե ձայնագրությունը իրապես Նիկոլ Փաշինյանը չէր խոսում, ինչպես հասկացել ենք, այլ անձինք էին, պրանկերներն էին, բայց հենց այնտեղ էլ խոսելով Կարապետյանների մասին եւ զրուցակիցը հաստատում է, որ այո, Կարապետյաններն են հիմնական խոչընդոտը, նրանց համակիրները, կարծիքները, հիմնական խոչընդոտը եկեղեցու դեմ պայքարում, սա խոսում է այն մասին, որ ուժեղ Հայաստանը կարողացել այս կարճ ժամանակահատվածում կարողանալ իշխանությունների ինչ որ բանի հանդեպ խոչընդոտ դառնալը, ինչ որ մի բան անելուն բլոկելը եւ սա այն մասին է խոսում, որ մենք ինչպես ասեցի, զագնի դնողը չենք մեր պայքարում եւ շարունակելու ենք մեր պայքարը, իսկ եկեղեցու մասով ես համոզված եմ, որ այսպես եթե մասշտաբային նայենք, Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակը մեր արժեհամակարգի փոփոխությունն է։ Սա արժեհամակարգի պայքար է, նա հարվածում էր սկզբում մեր հաղթանակի սիմվոլներին, մեր գեներալներին, արժեզրկում էր նրանց արածները պատերազմի ժամանակ, հետագայում եղավ Արցախի կորուստը, հետագայում եղավ մեր Սփյուռքի ամբողջովին մեկուսացումը Հայաստանից, հետագայում եղավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը եւ հիմա էլ հասել էինք եկեղեցուն, որը որ այն հենասյուներից է հայ ազգի ինքնության։ Ես սպասում եմ, որ հետագայում մենք կտեսնենք կրկին հարձակումներ եկեղեցու վրա, բայց ինչպես որ մենք եղել ենք, այնպես էլ կանք, միշտ լինելու ենք եկեղեցու կողքը, մեր եկեղեցու պաշտպանությանը։ Եվ ավարտենք մեր հարցազրույցը, Տիկին Հովսեփյան, խորհրդարան եք մտնում, մի խորհրդարան, որտեղ ձեզ սպասվում են ագրեսիվ տրամադրված իշխանության թիմը, որոնց մենք տեսել ենք, հա, վերջին 8 տարում, ինչպես են մենք խորհրդարանում աշխատում ընդդիմության հետ, եթե պետք է ձեռքերին ազատություն են տալիս, առանց նայելու թե նրանց իրենց դիմաց կին է, տղամարդ է, կապ չունի, հարվածներ, շշերի նետում, հայհոյախոսություն, գրեհկաբանություն, ծաղր, գիտեք, նախորդ ընդդիմադիրների պարագայում երբեմն ես այդ տպավորություն ունեի, որ ընդդիմությունը տրվում էր այդ շոուներին, պատասխաններով իր, հա, այսինքն պետք է լինել, կարծում եմ այնպեսին, որ ինքդ քո սեփական օրակարգը թելադրես, ոչ թե տանես այն օրակարգը, որ մատուցում էր ամեն անգամ Փաշինյանի ՔՊ-ական թիմը։ Դուք պատրաստված գնում եք ոչ միայն դիմակայելու իրենց այդ հայհոյախոսության այդ ձեռագրին, այլ նաև սեփական օրակարգը պարտադրելու եւ հենց ձեր հետևից տանելու, հա, սա շատ կարևոր հանգամանք է, ուզում եմ ձեզ լսել եւ թիմը ամուր է եւ ներողություն պիտի խնդրեմ, գիտեմ, տեսնում եմ գաղափարական ամուր հիմք ունեցող մարդիկ եք, ի տարբերություն ՔՊ-ի, որտեղ ավելի շատ ուրիշ հանգամանքներ են նրանց միացնում, ուրիշ հարցեր են, սա մի առանձին թեմա է, նույնիսկ երևի հոգեբաններն էլ պիտի վերլուծեն, թե ոնց է եղել, որ այդ թիմը այդպես ստեղծվել է, հա, հակահայկական, թուրքասեր այդ իրենց ձգտումներով, բայց ինձ հետաքրքրում է հետևյալ, գուցե դա նաև վախերից է ծնվում, Գեղամ Նազարյաններ չունենալու,
հա, այս տեսակը չունենալու ձեր մեջ, կխնդրեմ այս առումով թիմի հետ կապված ձեր դիտարկումով ավարտենք, խնդրեմ։ Այո, նախ մենք տեսել ենք ինչ էր կատարվում ազգային ժողովում, ես իրականում ուզում եմ նաև ասել, որ համաձայն չեմ այն մտքի հետ, որ ընդդիմությունը այս ամբողջ ընթացքում որևէ բան չէր անում, ներկայիս ընդդիմությունը խորհրդարանական, որովհետև ամեն դեպքում այս ընթացքում մենք ականատես ենք եղել 3 փողոցային ուժեղ շարժումների, Այո, հավատացեք, փողոցի գեներացումը ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, այն պատասխանատվությունը, որ ստանձնում են այդ գեներացնողները, կազմակերպիչները, դա շատ լուրջ աշխատանքներ է պահանջում, հետևաբար ասել, որ բացարձակ ոչինչ չեն արել, սահմանափակվում էին միայն ելույթներով, ես դրա հետ համաձայն չեմ կարող լինել։ Այո, մենք տեսնում ենք նաև այնպիսի միջադեպերի, որոնք որ ցանկալի չէր, որ ունենայինք ազգային ժողովում, բայց այստեղ պատասխանատվությունը կրում է բացառապես իշխանությունը, իսկ ընդդիմության վարքագիծը պետք է լինի, ինչպես ճիշտ եք նշել, սադրանքներին չտրվել է։ Դա ամենևին էլ հեշտ բան չէ, իհարկե, բայց դա երբ դու ունենում ես քո օրակարգը, ավելի է հեշտանում։ Երբ դու ունես քո օրակարգը, դու ինչ ես առաջ տալիս։ Մենք մտնում ենք ազգային ժողով միջավայր փոխելու, մենք մտնում ենք ազգային ժողով մթնոլորտ փոխելու եւ համոզված եմ, որ ունենալով այն գաղափարական ուժեղ հիմքերը, որ ունի ուժեղ Հայաստանը, մեզ դա հաջողելու է։ շնորհակալ եմ Տիկին Ես եմ Հովսեփյան շնորհակալ։ բովանդակարից հարցազրույցի համար, ինձ մնում է ուղղակի, ինչպես ասում են, բարի երթ ձեր թիմին, որովհետև հաջողությունները ուժեղ Հայաստանում, խորհրդարանում եւ նաեւ փողոցում, այդ համերաշխության մթնոլորտի ստեղծումը, համագործակցությունը, ժողովուրդ ընդդիմություն, հա, ես նույնիսկ ասեի ոչ թե ընդդիմություն, այլ ժողովուրդ ազգային ուժեր, հա, այդ համագործակցությունը եթե կայանա եւ դրսում եւ ներսում, մենք կունենանք մեծ հաղթանակ, այնպես որ սպասենք արդյունքներին, ձեզ բարի երթ խորհրդարանական աշխատանքում, իսկ ես վերհիշեցի իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Արեգա Հովսեփյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք ցտեսություն։